Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, այսօր խոսենք ակնամոմի մասին։ Ակնամոմը հավաքում են մեղուները, նա բաղկացած է ծաղիկների փոշուց, տարբեր տեսակի խեժերից, բողբոժներից, տերևներից եւ այլն, նույնիսկ երբ որ տարածք, այսինքն բաղադրությունը կախված է նրանից, թե ինչ տարածքում են դրվում այդ փեթակները եւ մեղուն որտեղից է հավաքում ակնամոմը պատրաստելու այդ բաղադրությունը։ Նա ունի նաեւ հականեխիչ, մանրէասպան, հզոր ազդեցություն, որը օգտագործվել է նաեւ Եգիպտոսում մումիաները զմռսելու համար։ Այդ ազդեցությունների շնորհիվ այն օգտագործում է էկզեմաների, մաշկային տարբեր հիվանդությունների, թութքի, պոլիպների, գորտնուկների, աչքի հիվանդությունների ժամանակ, նրվային հիվանդությունների եւ տարբեր տեսակի ախտահարումների ժամանակ, որոնք տեղի են ունենում աղիներում իր մանրէասպան եւ ցավազրկող հատկությունների շնորհիվ։ Դեղորայքներ պատրաստելու համար օգտագործում են թարմ ակնամոմը, որովհետեւ տարեստարի նրա հատկությունները աստիճանաբար նվազում են եւ հին ակնամոմը այսպես փշրվում է, ջութի նման փշրվում է եւ կոշտ չոր մասսա է առաջացնում, որը բուժման համար գրեթե պիտանի չի։ Շատ հզոր միջոց է հանդիսանում բժշկության մեջ օգտագործելու համար։ Պատրաստում են քսուկ, պատրաստում են ոգեթուրմեր։ Ոգեթուրմ պատրաստելու համար վերցնում եք 100 գրամ օղի, լցնում եք 20 գրամ ակնամոմ եւ թողնում եք 2 շաբաթ։ 2 շաբաթ հետո այն կարող եք քամել եւ օգտագործել, ինչպես եք օգտագործում, նայած ինչի համար եք օգտագործում, օգտագործում եք սկսած 15-ից մինչև 40 կաթիլ։ Շաքարախտի համար սկսում եք 10 կաթիլից, ամեն օր ավելացնում եք 2 կաթիլ մինչև 40 կաթիլ։ Ամեն օր 2 կաթիլ հասցնում եք մինչև 40 կաթիլի, տալիս եք ընդմիջում 1-2 շաբաթ եւ կարող եք շարունակել հրաշալի միջոց է շաքարի քանակությունը այրան մեջ իջեցնելու համար։ Ակնամոմը օգտագործում են նաեւ նևրոզների ժամանակ, գրգռված նյարդային վիճակների ժամանակ, նույնպես կարելի է խմել կաթիլներով 20 կաթիլ օրը 3-4 անգամ քաղցած վիճակում։ Ստամոքսի խոցերի ժամանակ ոգեթուրմը օգտագործում եք 20 կաթիլ օրը 3-4 անգամ 1 ճաշի գտալ թորած ջրի հետ խառնած։ Լավ կլինի, որ ջուրը լինի թորած, որպեսզի այնտեղ միացություններ չառաջանան ջրի մեջ եղած աղերի հետ միասին, հետևաբար թորած ջուրը ավելի նպատակահարմար է։ Կարող եք պատրաստել նաեւ քսուկ եւ օգտագործել մաշկային հիվանդությունների ժամանակ։ Քսուկ պատրաստելու համար վերցնում եք 10 գրամ ակնամոմը կամ կարող եք վերցնել 100 գրամ ակնամոմ, խառնել կես կիլո կարագի հետ, անալի կարագի հետ, տաքացնում եք ջրային գոլորշու վրա, հալվում են, խառնում եք, դառնում է միատարր մասսա եւ կարող եք օգտագործել ինչպես քսելով մաշկային հիվանդությունների վրա, այնպես էլ ստամոքսի խոցի ժամանակ 1 թեյի գտալ կաթի հետ, տաք կաթի հետ միասին օրը 3 անգամ կարող եք դա կաթի հետ խառնել կամ դնել բերանը եւ կաթը վրայից խմել։ Ակնամոմը օգտագործում է նաեւ սնկային հիվանդությունների ժամանակ, քանի որ հզոր մանրէասպան հատկություն ունի, սպանում է նաեւ տարատեսակ սնկերին։ Կարող եք ակնամոմի սպիրտային այդ ոգեթուրմով դնել թռչոցներ։ Այս նպատակի համար վերցնում եք 96%-անոց սպիրտը եւ 100 գրամի մեջ 10 գրամ ակնամոմը թողնում եք 1 կամ 2 շաբաթ, 2 շաբաթ ավելի նպատակահարմար է, քամելուց հետո օգտագործում եք այդ հիվանդությունների ժամանակ։ Ակնամոմը կարելի է նաեւ մանրել եւ այսպես փոքր գնդիկների չափ կուլ տալ, օրը 3 անգամ լավ արդյունք է տալիս նաեւ ոտքերի քրտնարտադրության ժամանակ, երբ որ գալիս է տհաճոտ, ապա այս ոգեթուրմը քսելով այդ շրջաններին մի քանի օր շարունակ, ապա քրտնարտադրությունը վերանում է եւ այդ հոտը
հոտը նույնպես վերանում է։ Հարգելի հեռուստադիտողներ, օգտագործելիս անպայման աշխատեք, որպեսզի այն լինի թարմ կամ երկար վաղեմություն չունենա, որպեսզի ձեր պատրաստած միջոցները լինեն ավելի որակյալ։ Գրեթե հակացություն չունի, բացի ալերգիկ հակազդեցությունից, որոշ դեպքերում, ովքեր որ ունեն մեղվամոմի նկատմամբ հակազդեցություն, ապա նա կարող է առաջացնել քոր, ցան, մաշկի վրա եւ այլն, բայց հիմնականում այդ երևույթները շատ քիչ են հանդիպում։ Հարգելի բարեկամներ, այդ բոլորը գրված են նաև իմ գրքում, որը կոչվում է բժշկարան, վաճառվում է գրախանութներում, անհրաժեշտության դեպքում, ցանկության դեպքում կարող եք գնել եւ օգտվել։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։